Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 14-ի համար, բոլոր տարվա ծնված մարդկանց համար։ Նաև այստեղ ասեմ, որ մինչև սա կնայեք, ես պատրաստում եմ տեսանյութ Սատուրնի մասին, դե սա վաղն եմ տեղադրելու, որ դուք նայեք, ես այսօր կանեմ Սատուրնի մասին, իր ամբողջ տեղեկատվության մասին, ինքը ինչպեսի մոլորակ է եւ աստղագիտորեն եւ իհարկե աստղաբանորեն, որովհետեւ շատերն են վախենում Սատուրնից, վախենալու տեղ ունեն, վախենալու տեղ չունեն, այ երկուսն էլ այստեղ կա եւ դուք ինքներդ պետք է հասկանաք ինչից պետք է վախենեք, ինչից ոչ, կամ վախենալով ոչ մի հարց երբևիցե չեք կարող լուծել, եթե ինչ-որ մի բան ձեզ վախեցնում է։ Եթե կհետաքրքրի, որովհետև ամեն 3 տարին մեկ Սատուրնը փոխում է իր նշանը եւ ամեն 3 տարին մեկ պլյուս նրան, որ եթե ինքը ունենում է լարված միացումներ, ճիշտ է, աստղաբանորեն դաս չեմ տալիս եւ նման բաները չեմ ասի, բայց ամեն ինչ Սատուրնի մասին դուք նաեւ եւս կհասկանաք, որ այս կամ այն տանը գտնվելով, ինքնոցե իմ խոսքերից հասկանաք, որ ինչ է կատարվելու այս կամ այն ոլորտում։ Որովհետև հուսով եմ արդեն ինձանից լավ գիտեք տները, ճիշտ է աստղաբանական հորոսկոպում ոչ բոլոր տներն ենք վերլուծում, որովհետև ոլորտները այդ տան, որտեղ իրանք բավականին շատ են եւ անհնարին կլինի այդքանի մասին խոսելը։ Մամաս գնաց, մի հատ վառեմ, թեքված է։ Ահա, վերադարձա։ Մի խոսքով, ամեն ինչ կարող եք իմանալ, եթե ձեզ հետաքրքրում է, որովհետև իրոք այդ ոլորտները ձեզ մոտ եւ փոքրացնում է եւ սահմանագծում է։ Յուրաքանչյուր ոլորտ, որտեղ որ նա մտնում է, ամեն 3 տարի մեկ։ Եվ հատկապես հարաբերություններում, եթե զգում եք, որ փակուղի եք մտել, դա միգուցե նաեւ Սատուրնի գործն է, հատկապես այն մարդիկ, ովքեր որ չգիտեն, որ ժամին են ծնվել, այդ ամեն ինչը չգիտեն, թե 7-րդում օրինակ որտեղ է անգնում, դրա համար իրենք չեն պատկերացնում, դրա համար հաշվարկեք, կամ մի հատ հետ գնացեք, տեսեք, նախորդ 3 տարիներում, դա պարտադիր չի 3 լինի, կարող է 2 լինի ձեզ մոտ, տունը փոքր լինի, կարող է 4-5 լինի, տունը այնքան մեծ լինի, որ 4-5 տարի ինքը այդտեղ լինի, եւ 4-5 տարի, ասում է ձեր միսը ուտի այդ ոլորտում։ Մի խոսքով դրա համար այստեղ նաեւ կարող եք իմանալ ինչը ինչպես է։ Ահա, նետակ հետաքրքրի, ուղղակի կարող եք միացնել, լսել, տուն մաքրել, աման լվանալ, սպորտի գնալ։ Պատկերացում է պետք, որ դուք կազմեք, որ ճիշտ հասկանաք աստղաբանությունը ինչ է, որն է, ինչի համար է, այդ ամենը շատ կարևոր է, որովհետև դուք չգիտեք, ամեն մեկից մի բան եք լսում եւ չգիտեք ինչ է ոնց։ Այդպես։ Ոմանք կարող է խոսում են հին աստվածներ որպես, ոմանք խոսում են մոլորակներ։ Ահա, տեսնենք ինչ է մեզ այդ օրը սպասվում մոլորակներից զատ։ Գնանք առնետներին։ Իդեպ ժամերը ասեմ, նաև ժամերի համար, եթե ազատ լինեմ ժամերը կլինեն, եթե չէ, ապա նավր է բացակայի ժամերը։ Գնանք առնետներին արդեն։ Ինչ է սպասում առնետներին հունիսի 14-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է այս կինը։ Իրեն տեսնելուց կարող եք բորբոքվել, կամ ինքն է այդպես բորբոքված, այստեղ կարող եք վիճել, կարող եք հանել ձեր կյանքից, նաև ուշադիր եղեք, կատաղած կին է, իրար չվնասեք, դա էլ չի բացառվում այստեղ, ուշադիր եղեք։ Իրեն տեսնելուց եք բորբոքվում, լարվում եք, ինչ-որ մի բան կարող եք, եթե պարտք եք օրինակ, պարտքը կարող եք տալ եւ վերջ տալ այդ ամենին, այդ process-ին, իրեն տեսնելուց եւ այլն։ Հետո նաեւ ոմանք
կամ անհանգստանում եք այստեղ, անհանգստանում եք ոչ կնոջ համար, որ վիրահատության պետք է գնամ։ Երբ շատ եղեք իրոք, վնասեք իրար, բավականին ձեր լեզվակռիվ նաև կարող է լինել։ Բայց այստեղ նաև սա ինչու է ընկել, որ ամեն ինչ, եթե խնդիր կա, եթե պետք է բորբոքվեք, եթե պետք է իրար վիրավորեք, ապա լավ կլինի, որ գոնե խոսեք հանգիստ եւ իրար հասկանաք, այդպես ավելի ճիշտ կլինի։ Այնտեղ որտեղ կա լեզվակռիվ, կա բամբասանք, կախված եք աշխատանքի վայրում եք այսպես պահում, ձեզ կամ ինքը եւ ձեր հեղինակության վրա է ազդում, եւ սկսում են բամբասել ձեզանից։ Այնպես որ պետք է կարողանաք այդ օրը ամեն ինչում զսպել ձեզ։ Եթե իհարկե անհանգստություն չի, որտեղ սա կարող է լինել իրոք անհանգստություն, բայց է կնոջ համար, ով որ վիրահատվում է, ով որ կարող է վնասել է իրան եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են իրենք։ Ինչ է սպասվում ձկների հետ գործ եք ունենալու, նայեք որ թեման է ու ձկ եմ ասում։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 14-ին, հաստատ գործեր եք ունենալու ինչ-որ հանդիպել, հարցրեք, ինչ ես գարասկոպով։ Ահա, այդ օրը ճանապարհներին եք շատ լինելու, գուցե նաև հանդիպեք, այդ կնոջ կամ իրար հետ եք գնալու, այդ ձկներին, օրինակ, ձեր աղջիկն է, ձեր տղան է, ձեր մայրն է եւ իր հետ գնում եք։ Նաև այդ օրը տեղափոխություն կարող է լինել ոմանց մոտ, գործուղում, գործերը առաջ տանեք, որոնք մնացել էին, սկսեք անել եւ առաջ տանել։ Այդ օրը շատ շփում կունենաք, նաև լարվածություն է, նաև անհանգստություն է, նաև բամբասանք է, որ կարող են բամբասել ձեր հետևից կամ նաև լեզվակռիվ։ Ձեր լեզվակռիվը նաև ընտանիքի անդամների հետ ճանապարհ գնալու համար եւ այլն, եւ գուցե գործուղման դեմ են, որ գնաք կամ ինչ-որ ճանապարհ եւ լեզվակռիվի մեջ եք։ Այդ օրը ոմանք կհանդիպեն ծնողներին, ոմանք գնան գեղեցկության սրահ, ոմանք նաև ոչ է բժշկական կենտրոն։ Գտեք ձեր առողջությանը, նաև կոսմետոլոգ եւ այլն։ Գործերը մի փոքր դանդաղ են ընթանում, ինչքան էլ որ դուք կփորձեք այն առաջ տանել, միևնույնն է ինչ-որ մի բան կարող է կանգնացնել, ոչ թե կանգնացնել, այլ դանդաղացնել։ Ոնց որ այդքան շատ արագ չի լինում այդ օրը գործերը անել։ Ինչքան էլ որ դուք հրեք առաջ ինչ-որ մի բան, ոնց որ կխանգարի եւ կդանդաղացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունիսի 14-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տարբեր տարիքային կանանց հետ այդ օրը կհանդիպեք, տեսնենք ով է այս կինը, ոմանք ժամադրության եք գնում, կարող ծնունդն է իրը, նվերներ, անակնկալներ կամ իր կողմից կամ դուք եք իրեն անելու, նաև կարող օգնել ձեզ ձեր գործերը զարգանա առաջ տանելու համար։ Այդ որ նաև ճանապարհներին կարող եք լինել, գնալ ինչ-որ երկար ճանապարհ, տեղափոխություն, գործերը առաջ մղեք, դեմարա կարող է ձեզ օգնում, որպեսզի զարգացնեք ձեր գործերը, առաջ տանեք։ Նաև ինչ-որ բաներ առաջ տանել, այն ինչ-որ մնացել են, ոնց որ թողել եք մի կողմ, դրանք կարող եք անել։ Եվ ավելի երիտասարդ կնոջ կարող եք հանդիպել, տեսնենք ով է։ Այնպես որ սա նույնն է այստեղ, նույնն է դուրս եկավ, կարծես ինչ-որ տարիքային բան չի ասում։
Իսկ այս մյուսի հետ, եթե տղա եք կարող է ժամադրությունը, գնում եք ժամադրության, նվերներ, անակնկալներ, միգուցե այստեղ ինչ-որ ընտանիք է, ընտանեկան ինչ-որ պահեր են և առիթ է, կարծես թե առիթ է, ծնունդ է, ինչ-որ մի բան է, որը գնում եք։ Եվ այնտեղ և աղջիկը կա երիտասարդ և տարիքով կինը։ Ոմանց տղաների համար այստեղ ժամադրություն է այս աղջիկը հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունիսի 14-ին։ Երեխաներին կարող եք հանդիպել թոռներին, ծոռներին, նաև հղիությունը, ծննդաբերությունը, նոր կյանքի սկիզբ է, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, նոր բիզնես, նոր կյանք, նոր աշխատանք, բայց այստեղ կտրուկ փոխում եք ձեր կյանքը, կտրուկ ինչ-որ մի բան պետք է հանեք, մեծ էմոցիոնալ եք լինելու, ինչ-որ մի բանը սկսելուց, ինչ-որ մի բանը գնալու է ձեզանից, կամ դուք եք հանելու, որովհետև այն ձեզ խանգարում էր, ինչ-որ մեկ հետ միգուցե շփումը, ինչ-որ մի բանը, որ այլևս ձեզ պետք չէ, և այդպես հանում եք, բայց ասեմ, էմոցիոնալ եք, համար երկար մտածեք, հետո կարող եք փոշմանել, որ դե հա դե հիմա սկսեցի, հետո եթե կխանգարեր կհանեի, այդպես կարող եք մտածել կամ դե հետո կարելի էր մտածել այդ ուղղությամբ եւ այլն, բայց ինչ-որ կտրուկ քայլ եք անում։ Նաև ինչ-որ մի բանը սկսելու ժամանակ կարող եք շատ անսպասելի եւ կտրուկ սկսել էմոցիոնալ ազդեցության տակ։ Եվս երկար մտածեք են, որ սենց նստած տեղից մարդը ասում է, հա, սա եմ սկսում ու վերականում ինչ-որ մի բաներ անում, այդ դեպքում երկար մտածեք։ Եվ այստեղ չի բացառվում ոմանք նաև հղիությունը կրճատեն, դադարեցնեն, չի բացառվում այստեղ, բայց հետո էմոցիոնալ եք, հետո նայեք այստեղ փոշմանելու եք, երկար մտածեք, չի կարելի ընդհանրապես, հղիությունը դադարեցնել չի կարելի, ամենամեծ կարման է, որ հետագայում նոր արդյունքները կտեսնեք, ենքան եք տառապելու այդ կարման լուծելու ամեն ինչի համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունիսի 14-ին։ Անակնկալ, նվերներ, միգուցե առիթ է, ծնունդ է, ժամադրություն, յուրահատուկ պահեր, առաջ խաղացում, զարգացում, միգուցե տղայի հետ է կապված, եթե կին եք նայում, տեսնենք ով է այս տղամարդը։ Իրեն տեսնելուց էմոցիոնալ կլինեք, նաև ինչ-որ բաներ կան, որ այդպես կմտածեք, լիարժեք ոչինչ չի ասում, ինչ-որ գաղտնի բաներ կան, այդտեղ ռոմանտիկ ժամադրության են գնալու ոմանք ինչ-որ տղայի հետ, միգուցե ձեր ամուսինն է, ռոմանտիկ պահեր եք կազմակերպել ամուսնու հետ կապված։ Եվ այդ օրը ձեր կյանքում նոր իմաստ կգտնեք, ավելի իմաստուն կլինեք, ավելի զգաք, որ մեծացել եք, տարիքն առել եք, փոխվել եք արդեն, նման հարց, որ լիներ առաջ ուրիշ ձև կվերաբերվեք, հիմա ուրիշ ձև եք արդեն այդ ամեն ինչին նայում։ Եվ եթե նոր ծանոթություն է այստեղ, ապա դա լրիվ խոսում այն մասին, որ ձեր կյանքում նոր իմաստ է մտնում, ձեր նոր իմաստ է ստանում կյանքը։ Այսքան է եւ կարող եք հետո, եթե ինչ-որ հարցեր կան, կարող եք նաեւ այստեղ ոմանց մոտ կարող է ձեր տղան է գալիս, բանակից, օրինակ բավականին էմոցիոնալ եք եւ կազմակերպում եք ձեր նեղ շրջապատով, հավաքվում եք եւ ուրախանում։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերին։ Ինչ է սպասվում օծերին հունիսի 14-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, տեսնենք ով է։ Փոփոխություն իր մոտ է կամ լինում տեղի ունենում փոփոխությունը կամ ձեր կյանքում է փոփոխություն մտցնում։ Ում կարող եք իմանալ, որ կինը հղի է, ծննդաբերում է, իմանաք, որ տեղափոխվում է կամ գայիս է ձեզ օգնի, որ դուք տեղափոխվեք։ Դե հիմա տուն կլինի, տարածք, երկիր եւ այլն։ Այդ բավականին առույգ կլինեք, բայց նաեւ լարված, բորբոքված, հա, ներսում մեկ մարդու ինչ-որ բաներ անում, բայց ներսը այդպես բորբոքված ու բորբոքված։ Նաև հյուրեր կընդունեք այդ օրը, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն, կտան եւ հնարավոր է նաև այստեղ ծանոթություն դրսում, բայց դրսում կարող եք տեսնել ինչ-որ մեկին փորձել ծանոթանալ, բայց բորբոքվածությունը կա, այսպես թե այնպես լարված եք, բարկացած կամ ներսից եռում եք, այսպես որ սա անեք։ Հետո կուրախանաք, դա բարկությունը չի ավելի շատ, դա հենց ինչ-որ ներսի լարված պահեր են, այստեղ եվս արև կա, այստեղ եվս, այնպես որ եթե անհանգիստ եք ինչ-որ մեկի համար, եթե բարկացած եք ինչ-որ մեկի վրա միևնույնն է, հետո տրամադրությունը կբարձրանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին հունիսի 14-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղամարդու հետ, տարիքով անձնավորություն կարող է լինել իմաստուն մարդ կամ իրեն տարիքից ավելի մեծ երևացող մարդ։ Ով է ինչ-որ կնոջ հայր կարող է լինել, հա, ինչ-որ աղջկա հայր կարող է լինել, եղբայրը, խոսքով կապված է ինչ-որ աղջկա հետ այս մարդը։ Եվ այդ օրը ոմանց սեր կխոստովանեն, դուք սեր կխոստովանեք, ձեզ սիրված կզգաք, հավատարիմ մարդկանց շրջապատում, ընկերների շրջապատում եւ հարազատների շրջապատում, այդպես ինչ-որ մի բան տեղի կունենա նաեւ, որ դուք ձեզ այդպես սիրված կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունիսի 14-ին։ Այստեղ ժամադրություն ոմանց համար անակնկալ, նվերներ, նաև առիթ է ծնունդ է, գնում եք, ինչ-որ հարցեր զարգանում, առաջ գնում, միգուցե այստեղ հարաբերություններն են զարգանում ոմանց համար։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչի կնոջ հետ, այստեղ ուշադիր եղեք, կամ իմաստուն կին է, կամ օձ է, ինքը արդեն դուրս եկա, բայց մի հատ ուզում եմ նայել, տեսնենք ով է։ Նայեք, այսպես թե այնպես, հա, ինչ-որ օձի շարունակությունը կա, խոչընդոտներ կամ իր կյանքում է խոչընդոտներ կամ ինքն է ձեզ մոտ խոչընդոտներ բերում։ Այնպես որ օծությունը եւս էլի վերջո կար փաստորեն օծ տեսակներ։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերու հետ կամ նոր ծանոթություն է, նոր ընկերներ ձեր կբերեք։ Այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունիսի 14-ին։ Մի փոքր դժվարություն է սա, ինչ-որ բեռ ձեր ուսերին է, բայց կարծես թե կարողանում եք հաղթահարել, որտեղ մնացած քարտերը այդպես չեն խոսում։
Այսինքն այն ինչ որ բեռ էր ձեր ուսերին, միգուցե կամ հավաքվել էր այդպես, միգուցե այստեղ նաև ինչ որ մի ճանապարհի գործողման ինչ որ պատասխանատվություն կա ձեզ վրա եւ այդ պատասխանատվությունը լիարժեք կատարում եք, եւ դեմոր ուրախ եք։ Այսինքն այդ բեռը ինչ որ կար, ձեր ուսերին էին դրել, միգուցե առաջադրանք, այդ կարողանում եք այդ օրը անել։ Տեսնենք, բայց սա ինչն է։ Նայեք, ասեցի չէ, ճանապարհի հետ է կապված, ինչ որ մի բան է, որ պետք է ավելի առույգ լինեք, անեք եւ ավարտեք։ Ինչքան էլ որ բեռը ձեր ուսերին է, ոնց որ սա ավելի շատ ոչ թե բեռն է, այլ պատասխանատվությունը։ Այդ օրը մի տեսակ ավելի դուք կարող եք ձեզ այդպես գալ կամ իրոք առաջադրանք է ինչ որ ինքը կիրակի է, բայց կարող է նաեւ փոխվել երկուշաբթի օր։ Չի բացառվում։ Նաև հյուրեր կարող են գալ, որոնք որ իրոք ձեզ համար մի փոքր իրոք բեռ են, գալիս են, երկար մնում են ձեր տանը։ Նաև այդ օրը ճանապարհներին շատ կլինեք, երկար ճանապարհ կգնաք, ձեր գործերը առաջ կմղեք, միգուցե այս դա է, հա, մի քիչ դժվարություն կարող լինել սկզբում, հետո կարողանաք հանգիստ առաջ մղել եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին հունիսի 14-ին։ Փոփոխություն, այնտեղ կարող է տեղափոխություն է, փոփոխություն է մտնում ձեր կյանք, գլոբալ փոփոխություն է սա, եւ ըստ քարտերի այդ փոփոխությունը շատ լավն է, նաեւ հղիություն է, ծննդաբերություն է սա, տեղափոխություն, մեկ այլ վայր, մեկ այլ երկիր, սա նույնպես նույն բանն է ասում, հա, ճանապարհներ են երկուսն էլ, նաեւ կարող է ուղղակի երկար ճանապարհ եք գնում, երկար ինչ որ միտեղ։ Նաեւ դա գլոբալ մեծ փոփոխություն է խոսքով, յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել։ Այդ օրը ձեր գործերը առաջ կտանեք, այն գործերը, որոնք մնացել էին, դրանք առաջ կտանեք։ Դե իհարկե շատ կլինեք ճանապարհներին, այս այն կողմ կգնաք եւ հաջողություն է սա, նոր դռներ են բացվում ձեր առջեւ, նոր հնարավորություններ եւ կարող է ինչ որ գործեր եք անում, ոնց որ ինչ որ մնացել է, առաջ եք տանում, վերջացնում եք եւ այդ ոնց որ դուռը փակում եք վերջալեւս, անհրաժեշտության կարիք չկա, ոնց որ վերադառնալու նույնիսկ այդ գործն անելու, վերջ ավարտեցիք։ Իսկ ուրիշ դեպքում էլ սա ուղղակի բացվում են դռները, որ դուք կարողանաք ձեր գործերը լիարժեք անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հունիսի 14-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է այս կինը։ Ընկեր է, եթե դուք մեծ եք տարիքով, ընկեր է եւ ինչ որ մի կին է, որ ձեզ ավելի մտերիմ է, հավատարիմ է ձեզ եւ կարող եք ոնց որ կիսվել իր հետ ամեն ինչ։ Այդ օրը նաև ոմանց մոտ գայթակղություն է, սա կարող է գումար ծախսեք, գայթակղվեք եւ գումար ծախսեք շատ, ոմանց մոտ սիրային գայթակղություն կարող է լինել կամ մեկ այլ գայթակղություն, բայց օցեր կան նախանձ մարդիկ, դա կարող են դեզ այնց գումար նաև ուզել պարտքով, նաև նախանձել ձեր գումարային վիճակին, եթե լավ է վիճակը, նաև իմաստություն է սա։ Մի քիչ ասում է իմաստուն եղեք, նաև ոնց որ հետոն գումարն է, գուցե գումարի հետ կապված, հա, իմաստուն եղեք եւ ինչ տեսնում եք մի գնեք այդ օրը։ Դե իհարկե այստեղ գումարը կամ գումարը գալիս է այդ օրը կամ գումար ծախսում եք։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների։ Ինչ է սպասվում վարազներին հունիսի 14-ին։ Գումար այդ օրը, գումար կստանաք կամ գումար կծախսեք, գուցե տանհատ է կապված գումարը, որ ծախսում եք, նաև հյուրեր կարող ունենալ, տան հետ կապված ինչ-որ հարցեր են կլուծեք, կավարտեք, առիթ է ձեր տանը կամ պետք է գնաք այդ առիթին, նաև վերանորոգում եք կարող սկսում, ինչ-որ մի բան է, հա, որ կարող է տան հետ կապված ապրանք եք գնում, ինչ-որ հարցեր են, որոնք հաջողությամբ լուծում եք այդ օրը ավարտում, խոսքով ինչ-որ հաջողություն ունեք այդ օրը, որ կգա միգուցե ինչ-որ մեկ այլ ոլորտից լինի։ Այսքանը, կամ տանը կնստեք ավելի շատ և ինչ-որ մի բան կանեք, որը հաջողությամբ կվերջանա։ Ամենայն դեպս հիանալի օր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։